Սիրելի ժողովուրդ, ես շատ երկար չեմ խոսի, միայն ուզում եմ ասել հետևյալը. ձեզանից յուրաքանչյուրը իսկապես այս տարիներին պայքարել է, հիմա այստեղ եք գաղափարապես, ես գիտեմ դուք ինչ եք մտածում եւ ինչ եք անելու, բայց հիմա մեզ լսող այլ մարդիկ, ովքեր կուզենային այստեղ լինել, բայց տարբեր պատճառներով այստեղ չեն, կամ մարդիկ ուղղակի, որ դեռ չգիտեն ինչ են անելու ապագա ընտրություններին։ Մենք պետք է շատ հստակ հասկանանք, որ սա ճակատագրական ընտրություններ են։ 21 թվականի արդյունքների հետևանքը եղավ Արցախի կորուստը։ 26 թվականին մենք պետք է պահպանենք հայկական պետականությունը։ Դժվար էր տարիներ առաջ նման հայտարարություն անել, որտեղ մտքներովս նույնիսկ չէր անցնում, որ հայկական պետականությունը հարված կարող է հասցվել։ Բայց ես գնում եմ այս ընտրություններին, որպեսզի մենք սահմանադրություն չփոխենք Ադրբեջանի պահանջով։ Մենք պետք է մասնակցենք այս ընտրություններին, որպեսզի մեր եկեղեցին չքանդվի։ Մենք պետք է մասնակցենք այս ընտրություններին, որպեսզի ադրբեջանական այս կեղծ բնակեցման նարատիվներով իսկապես իրականություն չդառնա, որտեղ մենք գիտենք, մենք պետք է մասնակցենք այս խորհրդանիշները, որպեսզի մեզ չստիպեն Արարատ սարին այլ կողմից նայել, ընդհանրապես Արարատ սարի մասին չխոսել։ Մեր ինքնության պահպանման հարցը, մեր տեսակի պահպանման հարցը, գաղափարական պայքարը, ճակատագրական ընտրություններ են եւ թիվ 1 խնդիրը բոլորիս համար մասնակցել ընտրություններին, ում տեսնում եք հորդորեք, միանշանակ մասնակցել ընտրություններին։ Մասնակցեն իրավիճակը փոխելու, ամբողջ աշխարհում տեսեք, իշխանության ամենահնարավոր տարբերակը փոփոխության այն է, երբ բարձր է լինում մասնակցելիությունը։ Հետևաբար առաջին հորդորս մասնակցել ընտրություններին, քվեարկել այնպիսի ուժի օգտին, ով անցողիկ շեմը հաղթահարում է միանշանակ եւ բնականաբար քվեարկել մեզ համար, որովհետեւ մենք տարիներ շարունակ ցույց ենք տվել ինչ արժեքների կրող ենք եւ որ որևէ բան մեզ չի կանգնացնելու մեր պետականությունը պահպանելու համար։ Շնորհակալ եմ շատ։